Ողջույն։ Այսօր մայիսի 28-ն է, Առաջին հանրապետության հռչակման օրը։ 1918 թվականին Ղարաքիլիսայում Բաշապարանում Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերը և կամավորականները հաղթանակ տարան թուրքերի դեմ։ Մայիսի 28-ին 9 դար առաջ կորցրած անկախությունը հայ ժողովուրդը վերականգնեց։ Առաջին հանրապետության կարևորության դասերի մասին մասնագետները ճշգրիտ նշում են, չմտնեմ այդտեղ։ Պարզապես նշեմ այն մեծ ուժը, ձգտումը, ոգին, որ ուներ այդ ժամանակ հայ ժողովրդի էլիտան, որ ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց աղքատ գաղթականներով լի սոված երկրում կրեցին այդ մեծ բեռը և վերականգնեցին պետականությունը։ Ու մեծ ցավ է, որ այսօր 107 տարի անց նրանց փրկած երկիրը ղեկավարում են պարտվող, դավաճան, թալանչի, մորթապաշտ ու վախկոտ մարդիկ։ Վախկոտը բոլորից առանձնահատուկ եմ շեշտում։ Ողջ երեկոյան անասելի շարժ էր Երևանի կենտրոնում։ Երևան արմավիր ամբողջ մայրուղու վրա։ Ամբողջ գիշեր հարյուրավոր ավտոբուսներով ոստիկանության, ԱԱԾ, տարբեր տեսակի զորքեր փռել էին մայրուղում։ Մայրուղուց գնացող բոլոր գյուղերի արանքում կանգնել էին ոստիկաններ, սահմանափակելով ելումուտը, Սարդարապատի մուտքը փակել բոլորի առաջ։ Ոստիկաններ ու շները ամեն թռչունի անցնելուց հետո մետաղորսիչով ստուգում էին Սարդարապատի ամեն քար ու թուփը։ Ու այս սաղ նրա համար, որ մի հատ ծիտիկից անգամ վախեցող Նիկոլը գնա ու իբր հարգի մեծ զորավար դրոյի հիշատակը, Արամ Մանուկյանի ու մյուսների հիշատակը, հարամ լիներ այդպես գնալը։ Նայեցի այսօր արխիվային կադրերը 2000-ականների, երբ Սարդարապատ էր գնում այն ժամանակվա մեր պետության ղեկավար Քոչարյանը։ Սեղանները փռում էին, բոլոր գյուղերը իրենց ուտեստն էր դնում, նախագահը գալիս է, հյուրասիրում են, հետը շփվում անկաշկանդ։ Սարդարապատում հազարավոր մարդիկ են, ոչ մեկին որևէ ոստիկան չի արգելում, որ հուշահամալիրին մոտենա, չի ասում նախագահից 20 սանտիմետր հեռու կանգնի։ Շփվում է ժողովրդի հետ, հյուրասիրությունն ընդունում, ու նրանք էլ ոգևորվում են, որ իրենց քաշած գինուց նախագահը խմեց, իրենց թխած գաթայից փորձեց։ Ինչքան էլ փորձեք այդ մարդուց չգիտեմ ինչ սարսափելի կերպար ստանալ, տեսանյութեր կան չէ ախր այդ տեսանյութերը։ Այսօրվա կադրերն էլ կան։ Մարդիկ ոստիկանների հետ կռիվ են անում, դպրոցներից էքսկուրսիա են բերել աշակերտների, երկրի մյուս ծայրից։ Չեք թողնում հուշահամալիր։ Չէ, հələ տարածքից էլ, ճանապարհից էլ հեռու գնացեք, Նիկոլն է գալու։ Մի հանձնող բրիգադ կանգնում է ու մեջների թիվ 1 հողատուն ելույթ է ունենում ինչ-որ բառեր ասում։ Ինչ-որ անկապ բառախաղեր, իբր իրողություններ է ասում։ Մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունը մեր ինքնությունը։ Նույն անբովանդակ տեքստերից է, ապագա կա ապագա, խաղաղության երաշխավորը խաղաղությունն է եւ այսպես շարունակ։ Մի հատ մանկական հեռուստալիք կար, հայրենիք էր կոչվում, իրենց գովազդը երեխայի ձայնով էր, հայրենիքը մեր ալիքն է, մեր ալիքը հայրենիքն է։ Երբ դա ասում է երեխան, հասկանալի է, համով է, բայց պետություն ներկայացնող այդպիսի բաներ, որ ասում է, պետք է հասկանանք, որ ասելիք չունի, ինքն էլ գիտի։ Իբր իրողություն է ասում, 29743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է, նա է ասում, ըստ Նիկոլի, որ Ղարաբաղը հանձնել է, դա ոչ թե կորուստ էր, այլ ձեռքբերում։ Այո, Ադրբեջանի տեսանկյունից ձեռքբերում էր, մեկ էլ ձեր։ Իրողությունը իբր արձանագրում։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ Հոп, այդ դու գտար, թե դու ստեղծեցիր, այդ ով էր փնտրում, թե բա Հայաստանի միջազգային հեղինակությունը աճում է, այդ ոնց է աճում, որ մի օր Մակրոնի գիրկն ես թռնում, մի օր Պուտինի աճում է հեղինակությունը, որ Եվրամիություն մտնելու նախագիծ ես ընդունում ու վազում Մոսկվա զեկուցելու հեղինակություն ես աճացնում այդպես։ Իրողությունները քո ասածները չեն, Նիկոլ, իրողությունները հետևյալն են։ Մինչև ձեր ողբերգական իշխանության սկիզբը մենք ունեինք հունվարի 28 բանակի տոն։ Այսօր ինչ օր է դա։ Որ բանակի տոնն է։ Այն բանակի, որի զինվորը զոհվում է խրճիթներում, այն բանակի, որի զինվորը քնում է ցելոֆոնից վրաններում, այն բանակի, որի մարտական հենակետում սովետական պազիկի կմախք է դրած, այն բանակի, որ չի կարողանում զինվել, որովհետև փողը տալիս է, զենքերը չկան,
թե որ զենքերը տալիս են տեղ չի հասնում։ Այն բանակի տոնն է, որտեղ հարուստներն ազատվում են վճարումով, դու բանակի օր չունես, դա մինչև քո գալն էր։ 20 թվականին հենց դուք ջարդեցիք բանակի ողնաշարը, նույն Սարդարապատում ելույթ ունեցար, հուլիսին 1 դիրք առաջ տալու համար զորքերիդ թվով մեդալներ բաժանեցիր, հետո այդ բանակը փուռը տվիր, վերջում էլ թե դասալիք էին։ Մենք ունենք մայիսի 9, հաղթանակի ու խաղաղության տոն։ Նշում էինք Շուշիում տարած հաղթանակը, Շուշիում էլ էինք նշում, ոչ միայն Երևանում։ Դուք ինչ արիք այդ հաղթանակի հետ։ Այդ օրը այլևս չկա։ Երեք Արցախերի չէ Էրդողանի ինքնաթիռը, լաչին էր թռել միանգամից։ Այն լաչին, որը հանձնեցիր առանց մեկ պատրոն կրակելու։ Էրդողանը Արցախում։ Առաջ կխնդայինք, չէ՞։ Նման բանի մասին պատկերացնելուց անգամ կխնդայինք։ Մայիսի 9-ին մի հաղթանակ էինք նշում, հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, որը ստվերվեց նախ Շուշիում ձեր պարտությամբ։ Այս տարի նաև նսեմացրիք այդ հաղթանակը, որովհետև իշխանական դիրքորոշում եք սարքել այն, թե հայրենական պատերազմում պարտվելը մեզ համար ավելի ձեռնտու էր։ Հուլիսի 5 Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր էինք նշում։ Տոն է հիմա։ Անկախ Հայաստանի պատմությունը դուք բերել հասցրել եք մի կետի, որ մեր երկրի սահմանադրությունը փոխում է Ալիևը։ Այդ որ ինքնիշխանությունից եք խոսում, ինչ անկախությունից եք խոսում։ Թշնամին է այնտեղից պատվիրում, թե մեր պետական խորհրդանիշները որոնք լինեն, գերբի վրայից ինչը հանենք, ինչը թողենք։ Սեպտեմբերի 21-ը անկախության օրն է։ Իսկ կարող եք ասել, ինչ անկախության օր է, դու ումից ես անկախ։ Այս պահին քո երկրի տարածքում թշնամի զորքեր են, գրավել են, չեն հեռանում։ Դու այս պահին կախված ես բազմաթիվ երկրներից, այդ թվում քո թշնամի երկրներից։ Ինչ անկախության օր։ Նիկոլն ասում է, անկախությունը դա մեկ երկրից կախվածությունը փոխարինելն է բազմաթիվ երկրներից կախվածության։ Սա ուզում է 100 երկրից կախված լինել, 100 տիրոջ ծառայել, բա էլ ինչ անկախության տոն։ Իրողությունները սրանք են, Նիկոլ, ոչ թե քո թվարկածները։ Բազմաթիվ տոներ ուներ մեր հայկական երկրորդ պետությունը, Արցախի հանրապետությունը, ու բոլորը արյունով կերտված։ Բոլորը պատերազմով ձեռբերված տոներ էին։ Էլի սա փչացրիր։ Իրողությունները սրանք են։ Ու իրողություն է այն, որ այս պահին Հայաստանի Հանրապետության տոնական օրերից դուք չեք փչացրել միայն մեկ օր, մայիսի 28-ը, առաջին հանրապետության տոնը։ Էն էլ տեսնենք թուրքերի հետ ձեր բանակցություններով, ձեր առևտուր անելով, Հայաստան էստի համեցեք անելուց ոնց եք վարի տալու։ Իսկ ինչ որ մեկը կասկածում է, որ Էրդողանը մի օր ասի, հələ թարգեց Սարդարապատ մարտարապատները, սա չի թարգելու։ Ալենին կուղարկի, նա նույն իր գլուխը ճոճելով կասի, պետքա թարգել, թե չէ իրենք էլ էս կանեն են կանեն։ Չէ, այնպես չի, որ մեկ Ալենի ասածով երբևէ մի բան կանի կամ չի անի։ Զրո ազդեցություն հանրության վրա, բայց դե վիդեոն կուղարկի Էրդողանի օգնականին, կասին շեֆին ասա, կասի, արինք։ Ձեզ թվում է, որ երեք Ալենը ելել թրքասիրության մաստեր կլաս էր տալիս, ում համար էր, ում էր ուղված, լրագրողներին, քաղաքացուն, ոչ, դա անում էին Ալիևի խաթր, թե տեսեք ինչքան ձեռնտու ենք ձեզ, էլ ոնց ասենք, որ հասկանաք, ձերն ենք, էլի, մի խոսքով մի բան արեք, մեզպես իշխանությունը ստեղ մնա, որովհետև ով էլ մեզանից հետո լինի, ճիշտ հակառակն է լինելու, էլ չասենք, որ Քոչարյանը բա լինի։ Այս տոները, որ քանդեցիք, մեկ օրում չէին ստեղծվել։ Մայիսի 28-ը ավելի քան 100 տարվա պատմություն է։ Ամեն մի տոն բառից բուն իմաստով կերտվել է մի քանի հաղթանակներով, մեծ դժվարությամբ։ Քանդել ամենահեշտն է։ Մի հատ այն հայրենիք խմբակի հանձնում ես իշխանությունը ու խնդրեմ։ Տպավորություն էր, որ սրանք եկան իշխանության ու հիմնեցին իրենց հորինած քաղաքացու օրշարժական տոնը, այդ ժամանակ առաջին անգամ բացեցին Հայաստանի տոնացույցը ու զարմացան։ Ոնց կարող է այդպես պատահել, որ ունենք 10 տոն ու ընդամենը 2 հիշատակի օր։ Ու ՔՊ-ն անցավ գործի, քանդեց տոնացույցը, ավելացրեց սգո օրերը։ Սեպտեմբերի 27 Արցախյան երկրորդ պատերազմի օր, նոյեմբերի 9 պատերազմում պարտության օր, մայիսի 12 Հայաստանի ինքնիշխան տարածք թշնամու անխափան ներխուժման օր, սեպտեմբերի 22 Հայաստանի օկուպացիան ավելի քան 200 քառակուսի կիլոմետր դարձնելու օր, հոկտեմբերի 6 Արցախը հանձնելու օր,
Սեպտեմբերի 19-ը Արցախի վրա երրորդ պատերազմի օր, սեպտեմբերի 24 բռնագաղթի օր։ Տեսնում եք ՔՊԱ-ականներ, մեր պատմությունը, մեր տոնացույցը ոնց եք դուք փոխել։ Դուք այն կարգի սգորեր բերեցիք, որ անգամ երկրաշարժի սգին գերազանցեց։ Մնաք ապրիլի 24-ն էլ կգերազանցեք, որովհետև եթե ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում, իսկ հիմա Թուրքիայում հայեր մնացին, կասկածելի է, որ հայեր կմնան Հայաստանում, եթե դուք մնաք իշխանության։ Արցախը վառ օրինակ, մնացել են մի երկու հոգի որպես թանգարանային նմուշ։ Ընդամենը մեկ դավաճանական թիմ էր պետք, որ մի երկու տարում քանդի դարերով կառուցածը։ Պատկերացնում եք, եթե 1918 թվականին Արամ Մանուկյանի փոխարեն լիներ Նիկոլի նման մեկը, մենք առաջին հանրապետությունը կկերտեինք, հետո թեկուզ սովետական հանրապետություն կունենայինք։ Եթե 1991 թվականին Նիկոլը լիներ, կունենայինք անկախություն, կունենայինք Արցախում հաղթանակ։ Հայաստանի 5000 տարվա պատմության որ փուլում էլ Նիկոլը լիներ, ունենալու էինք այս վիճակը, դա իմ համոզումն է։ Կարճ ասած, ժողովուրդ, սա այսօրվա պատկերն է, տոն չէր, ու նորմալ է, որ տոն չէ, քանի սրանք են ու հենց այսպիսին։ Իրենց մեկ է, ստիպված են, գնում են այնտեղ կանգնում, չեն կանգնում, կամ խոսում, որ մեզ համար տոն դառնա։ Ոչ, վստահ եմ, որ իրենց դեմքերով չի կարող տոն լինել։ Այդ տոնը այսպես էր, որ անգամ սովետական պետության ժամանակ Կարեն Դեմիրճյանը որպես երկրի ղեկավար մեծ տոնախմբություն էր կազմակերպում, հրավիրում հարևան երկրների ղեկավարներին էլ, նրանք էլ գալիս էին, մեզ շնորհավորում, պատվում, անգամ Հեյդար Ալիևն էր գալիս, բերում էր կողք կանգնեցնում ու շնորհավորել տալիս հայերիս թուրքերի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ։ Այդ տոնը սենց է, որ հաղթանակած երկրի հաղթանակ կերտած ղեկավարը այս օրով տոնում էր ժողովրդի հետ, բոլորով, ու որ խոսք էր ասում, որ հեսա այսպես ենք անելու, այնպես ենք անելու, ոչ մեկ չէր կասկածում, ուշադիր լսում էինք, ուրախանում, որ հեսա նայեք ինչեր ենք անելու, որովհետև արած մարդիկ էին, արժան էին, չէ, սրանց հետ ինչ տոն անես, սրանց ասածը լսես, որ ինչ